Հիմնականում մենք փորձում ենք Աստծուն ասել այն, ինչը մենք ենք ուզում, եւ սպասում ենք, որ նա կիրականացնի մեր ցանկությունները։ Բայց գուցե եկել է ժամանակը, որ կանգ առնենք եւ հարց տանք. իսկ Աստված ինչ է ուզում ինձանից։ Ո՞րն է նրա կամքը իմ համար։ Ինչով կարող եմ ես նրան գոհացնել։ Աստվածաշունչը հստակ պատասխան է տալիս Միքեյա 6:8-ում։ Քեզ հայտնի է ով մարդ, թե ինչ է բարի եւ Տերն ինչ է պահանջում քեզանից։ Միայն իրավունք պահել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ ընթանալ քո Աստծո հետ։ Այս խոսքերը ասվեցին այն ժամանակ, երբ մարդիկ փորձում էին Աստծուն գոհացնել զոհերով ու ծեսերով, բայց ապրում էին ստի, բռնության եւ հպարտության մեջ։ Ովսե 6:6-ում Աստված ասում է. որովհետեւ ողորմություն եմ ցանկանում եւ ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։ Այսինքն Աստված նայում է մեր սրտին, ոչ թե արտաքին գործողությունների։ Ուրեմն ինչ է Աստված սպասում մեզանից։ Արդարություն, ողորմություն, խոնարհություն։ Սիրելիներս, այս աշխարհում, որը լի է ատելությամբ, անարդարությամբ եւ հպարտությամբ, եկեք լինենք մարդիկ, ովքեր տարբերվում են։ Եվ եթե դեռ այդպիսին չեք, եկեք խնդրենք Աստծուց, որ փոխի մեր սրտերը։ Եթե ցանկանում եք միասին աղոթել, գրեք կամ զանգեք։